Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի Մալիքի եթերում զրուցելու եմ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Դուք ինչպես եք մեկնաբանում Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները? Գյումրու քաղաքապետին հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրում է 4 միլիոն դրամ կաշառք վերցնելու կամ քննարկման շուրջ, իսկ քաղաքապետը հակադարձում է սա համարելով քաղաքական ճնշում։ Տեսեք, ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել իմ կարծիքը Վարդան Ղուկասյանի մասին հայտնելու։ Հաստատապես նա իմ սրտի քաղաքապետը չի, հաստատապես նա իմ սրտի քաղաքական գործիչը չի։ Բայց ինչ տեղի է ունենում, անձի հետ կապված պատմություն չի։ Այս քրեական պատմությունը չեմ էլ ուզում քննարկեմ, գործը մանրամասներով չեմ էլ ուզում վերլուծեմ, որովհետև այն հետևել է Նիկոլ Փաշինյանի շատ հայտնի հրահանգի։ Նիկոլ Փաշինյանը, եթե կհիշեք, մի քանի շաբաթ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանը դուրս պետք է շպրտվի քաղաքական եւ հանրային կյանքից, այսինքն այդ օրվանից սկսած ինձ համար պարզ է, որ ընտրված է մարդը, թիրախը, հետո ինչ-որ մի գործ այդ մարդու վրա կկարեն, ես գիտեմ, որ ես տիպիկ ավտորիտար կառավարմանը բնորոշ սցենար եմ նկարագրում, բայց այսօր Հայաստանում այլ բան տեղի չի էլ ունեցել, անկախ նրանից ինչպես ենք վերաբերում Վարդան Ղուկասյանին, տեղի ունեցածը մաքուր թիրախավորված հետապնդում են, որում հեռահար նպատակներով կարծում եմ, դրա համար եմ ասում, այստեղ խնդիրը Վարդան Ղուկասյանի անձը չի, մեր վերաբերմունքը չի այդ անձի այս կամ այն հայտարարության կամ վարքագծի վերաբերյալ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ փորձ է արվում հասարակության մեջ ներշնչել, որ ընտրությունները փոփոխության արժանահավատ գործիք չեն։ Այսինքն իշխանությունը փորձում է 2026-ի ընտրական ցիկլից առաջ ուրեմն վախի, ահաբեկումների միջոցով ապաթիայի մեջ դնել հասարակությանը, ապատիկ տրամադրություններով նրան համակել, որովհետև այդ կերպ դյուրին է համարում իր վերարտադրության հնարավորությունը։ Տեղի ունեցածը սա է, կրկնում եմ, անկախ նրանից Վարդան Ղուկասյանի անձի նկատմամբ ինչ կարծիք ունենք կամ ինչպիսի վերաբերմունք ունենք նրա այս կամ այն արտահայտության վերաբերյալ, հատկապես ձերբակալության ոճը ամբողջովին հաստատում է իմ ասածը։ Օրինակ քրեական գործ էր հարուցվել, կարող է ինչ է շատ ցիվիլ ձևով մարդուն հրավիրել քննչական կոմիտե կամ այդ գործի մյուս ֆիգուրանտներին, ոնց որ տասնյակ կամ հարյուրավոր այլ գործերի հետ լինում է։ Պարոն Սուրենյանց, ինչու է հենց այդ մեթոդով իշխանությունը գնում, առաջ գնում, օրինակ դիմակավորված ԱԱԾ-ականներ, ոստիկանության մեծաթիվ զորքեր, ինչու ձեր նշած այդ տարբերակով ծանուցմամբ չեն հրավիրում որևէ իրավապահ կառույց։ Որտեղ խնդիրը Վարդան Ղուկասյանի մեջ չի։ Խնդիրը հասարակության տեսարաններով ահաբեկելն է, խնդիրը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է, այսինքն իրենց պետք են բեմականացումներ, իրենց պետք է որպիսի ցույց տան, որ դիմադրության կենտրոններ են կոտրում, հենց դրա համար եմ ասում, ամբողջ այս գործընթացի նպատակը 2026-ից առաջ մի այնպիսի ստատուս քվո ձևավորելն է, որպիսի ընտրությունները ոչ թե մրցակցային, ծրագրային դառնան, այլ վերածվեն ֆորմալիստական մի միջոցառման, որի միջոցով իշխանությունը պետք է վերարտադրվի։ Տեսեք, իշխանությունն ինչ հակադարձումներ ունի, նա ասում է, գիտեն, տեղեկանում են, որ կան քրգործեր, ապօրինի հարստացած են, պետք է արդեն գնանք, այդ ունեցվածքը վերցնեն կամ ասենք ես ինչ պաշտոնը զբաղեցնելիս ինչու եք այս որոշումը կայացրել, որը հակաօրինական է, որը համայնքի համար խնդիրներ է առաջացրել, ասում է, այս ամեն ինչը իմանալով հայտարարում են մտանք քաղաքականություն, առաջադրվեցինք թեկնածու, որ հետո կանգնեն ասեն մենք քաղաքական ճնշումների ենք ենթարկվում։ Սա հակառակ հարցը տամ։ Գործում է ճիշտ իշխանության նկարագրած տրամաբանության հակառակ սցենարը։ Եթե այդ մարդիկ հանցագործներ էին,
կամ անցնում էին մի շարք քրեական գործերով եւ մեղավոր էին մի շարք հարցերում, ինչու այդ մարդկանց նկատմամբ խիստ հանդուրժողական վերաբերմունք է եղել միջև այն պահը, երբ նրանք չեն հավակնել ինչ-որ ընտրովի դերակատարության, չեն դրսևորվել որպես ընդդիմադիր գործիչներ։ Այսինքն իշխանությունը օքեյ է լինում տարբեր մարդկանց հետ, ովքեր իրենց քաղաքական հիմքերին, իշխանության քաղաքական հիմքերին չեն սպառնում եւ ընդհակառակը իշխանությունը հատուկ թիրախավորում է այն գործիչներին, որոնք չնայած կարող է խնդիրներ ունեն օրենքի հետ եւ այլն, բայց քաղաքական ընդդիմադիր հայտ են ներկայացնում, կարողանում են հաղթել ԿՊ-ին, կարողանում են դառնալ ընդդիմադիր համայնքապետ, այդ ժամանակ իշխանությունը հիշում է, որ այդ մարդը խնդիրներ ունի։ Բայց շուտ անեք, 7 տարի իշխանության եք, այդ կոռուպցիայի, չարաշահումների, իրենց լեզվով ասեմ, ալան-թալանի դեմ շուտ պայքարեք։ Շատ թափանցիկ, արժանահավատ դատավարությունների միջոցով ապացուցեք, որ այդ մարդիկ այնպիսի անդառնալի վնաս են տվել Հայաստանի Հանրապետությանը, որ իրավունք չունեն այլևս հավակնել որևէ պաշտոնի կամ քաղաքական դերակատարություն։ Բայց դուք դա չեք արել։ Դուք չեք արել, մարդը հնարավորություն է ունեցել առաջադրվելու, վարել է կամ անցկացրել է շատ արդյունավետ ընտրապայքար, հետո կարողացել է ընդդիմադիր մյուս ուժերին կոնսոլիդացնել, դառնալ թվով երկրորդ քաղաքի ղեկավարը։ Դրանից հետո նրա ինչ-որ քաղաքական հայտարարություններ ձեզ հունից անում է, ընդ որում արտառոց հայտարարություններ էլ չի արել եւ չի արել հայտարարություններ անկախ նրանից դրանք իմ համար ընդունելի են թե ոչ, որոնք օրենքի տեսակետից խնդրահարույց լինեն, որովհետեւ կարծիք է հայտնել։ Որից հետո ազգային ժողովի նախագահը բարձրանում է, կներեք, վարչապետը բարձրանում է ամբիոն ազգային ժողովում, ասում է ամեն գնով ինքը դուրս պիտի շպրտվի քաղաքական եւ հանրային կյանքից եւ տեղի ունենում է հետապնդումը։ Սա մեկ, երկրորդը իշխանության ձայնագրություններին այլևս որևէ մեկը չի հավատում։ Այ Նիկոլ Փաշինյանին դա պիտի մտահոգի, որ օֆիցիոզ ինֆորմացիային, տեղեկատվություններին այլևս որևէ մեկը լուրջ չի վերաբերվում։ Որովհետև մենք ընդհանրապես ամիսներ առաջ հիշում ենք, ինչպիսի տրիումֆով ներկայացրեցին Բագրատ Սրբազանի եւ այլոց վերաբերող ձայնագրություններ, հետո պարզվեց, որ կոնտեքստից կտրված գրեիք միջամտություններով արված կտորներ են մեզ ներկայացրել։ Հիմա ես ինչ իմանամ այդ ձայնագրությունները արժանահավատ են թե ոչ։ Ինչ իմանամ դրանք կոնտեքստից կտրված են թե ոչ։ Ի վերջո, ուր մնաց մարդու անմեղության կանխավարկածը։ Այսօր իրենք նենց ինտենսիվությամբ են այդ ձայնագրությունը տարածում։ Կարծես արդեն եղել է դատավճիռ, Վարդան Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել, իրենք էլ մարդուն դեմ են տալիս պատին։ Բայց չէ որ դերևս նախաքննություն կա, արդեն մենք տեղյակ ենք, որ Վարդան Ղուկասյանը մեղքի չի ընդունել։ Այսինքն մի դեպքում գործ ունենք իշխանության գրեյք պրոպագանդայի հետ, մի հատ ձայնագրություն ու մի ամբողջ հասարակության փորձում են համոզել, որ այդ ձայնագրության հիման վրա Վարդան Ղուկասյանի դատավճիռը հասարակությունը կայացնի։ Այդպես չի լինում։ Ես վստահ եմ, որ շատ թույլ հիմքով քրեական գործ է սա լինելու, արդեն եղած նախադեպերը ինձ նման եզրակացության տեղիք են տալիս։ Այսինքն, եթե չլիներ վարչապետի իրահանգը, եթե չլիներ այն պրոպագանդիստական տերորը, որ կար Վարդան Ղուկասյանի անձի շուրջ, եթե չլիներ տարիներ անց ինչ-որ գործի վերաթարմացում եւ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում, տնային կալանք եւ այլն, գուցե ձեր ասածը ես լեգիտիմ համարեի եւ իրոք շատ ավելի զուսպ բառերով արձագանքեի նրան, ինչ որ տեղի ունեցել այսօր Գյումրիում։ Բայց ամբողջ մի համակարգ լցրել էին այդ քաղաքը եւ քաղաքապետարանի գրավման օպերացիա էր հիշեցնում դա ինձ։ Այսինքն ձեզ համար արդեն ելքը պարզ է, որ Վարդան Ղուկասյանը առնվազն 2 ամսով ճաղերի հետևում է անցկացնում։ Ես միանշանակ վստահ եմ, նման օպերացիա չեն կազմակերպում, որ վերջում էլ
Վարդան Ղուկասյանին պետական պարգև տան եւ ուղարկեն հետ Գյումրի, բնականաբար մի քանի բան է իմ համար պարզ, Վարդան Ղուկասյանի ազատազրկումը առնվազն մի քանի ամսով, փորձելու են այս ընթացքում հասնել նաև Վարդան Ղուկասյանի պաշտոնակությանը եւ որ ամենակարևորն է իրենց համար, փորձելու են ճնշումների միջոցով նրա թիմի միասնությունը խարխլել եւ ասենք Ալավերդի սխեմայով իրենց մարդուն կարգել Գյումրիի քաղաքապետ։ Պարոն Սուրենյան, այնուհանդերձ ինչպես պետք է օրինակ այս դեպքում Վարդան Ղուկասյանի թեման է ակտուալ, հա, օրինակ ըստ հարցս Վարդան Ղուկասյանով ձևակերպեմ։ Ինչպես պետք է օրինակ քաղաքականությամբ զբաղվող նախկին պաշտոնյաների ունեցվածքի արդարացիության հարցը դնել, բայց եւ այնպես որ դա չներկայացվի, որ այ քաղաքական ճնշում է։ Հիմա տեսնում ես մարդը եղել է կներեք քաղաքապետ, падգամավոր, այն ժամանակ աշխատավարձերը ցածր է եղել, մի քանի 100,000 դրամ եւ նայում ես սարի գլխին մի հսկայական 4-5 հարկանի դղյակ։ Հենց գնում ես, ուզում ես դա բարձել, ասում են վայ քաղաքական հետապնդում։ Հիմա Վարդան Ղուկասյանի հետ կապված մի ցանկ կա, որ Գյումրիում լավ են չալաղաչ տեղերում իր սեփականությունն է։ Հիմա ինչպես օրինակ հասկանալ դա օրինական է թե ոչ եւ դա չներկայացվի որպես քաղաքական ճնշում։ Սահմանը որ Գիտեք, շատ լավ հարց եք տալիս դուք։ Նախ ես զրույցի սկզբում ասացի, որ Ղուկասյանը ոչ իմ սրտի քաղաքապետն է, ոչ էլ իմ սրտի քաղաքական գործիչն է, բայց այդ ինչպեսի ամբողջ համակարգը, որ հիմա ինձ տվեցիք, վերաբերում է իշխանությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը հասարակության ներսում բարիկադներ կառուցելու փոխարեն դատական իրական ռեֆորմ արած լիներ։ Եթե Նիկոլ Փաշինյանը այդ բարերը ինչ է սիրում, իրենց իշխանության արշալույսին այդ բարերը շատ սիրում էին օգտագործել, վեթինգ, բարեվարկություն, ոչ դատական համակարգն է բարեփոխել, ոչ դատաիրավական համակարգն է բարեփոխել։ Այսինքն, եթե իսկապես անցած 7 տարիներին Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունենար նախկինում տեղի ունեցած, անշուշտ դրանք տեղի են ունեցել, կոռուպցիոն դեպքերը բացահայտելու համար, այսօր մենք կունենանք իրականում աղմկոտ բացահայտումներ, մարդիկ, որոնք այլևս պետական պաշտոնի հավակնելու բարոյական, քաղաքական, գուցե իրավական հիմքեր էլ չէին ունենա եւ այս հարցը դուք չեք հնչեցնի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը դատաիրավական ռեֆորմը ամբողջովին ձախողել է, հերիք չի նախքին կոռուպցիոն հանցագործները չի բացահայտել, մի հատ էլ իր թիմի հետ են արդեն բազմաթիվ կոռուպցիոն պատմություններ կապնվում կամ թիմի բազմաթիվ ներկայացուցիչների հետ եւ նման արդյունքներ ունեցող իշխանությունը չի կարող ձեր ասած օբյեկտիվ հետաքննություններն ու բացահայտումները անել։ Նիկոլ Փաշինյանը այդ պատմական պահը կորցրել է ռեֆորմները ձախողելով։ Նրա ցանկացած քայլ հակառակ էֆեկտն է ունենալու։ Այո, մենք հասանք մի հանգրվանի, որ նույնիսկ նախկին իշխանության օջոս կերպարները գուցե նույնիսկ հերոսանում են այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նրանց դեմ օգտագործում է պետական ռեպրեսիվ մեքենան։ Բայց դրա մեղքը պետք չի փնտրել այդ մարդկանց մեջ։ Դրա մեղքը պետք է փնտրել Փաշինյանի մեջ, բայց ինչով էր զբաղված 7 տարի։ Խնդրեմ թող համոզիչ քննություններ տեղի ունեցած լինեին, հիմնավորված դատավճիռներ լինեն, հասարակությունն էլ կարծում եմ իր բարոյական եւ քաղաքական գնահատականը այդ մարդկանց քննությունների արդյունքում ձեռք բերված անառարկելի փաստերի նկատմամբ կարտահայտել վստահաբար։ Բայց եթե ռեֆորմներ չի արել, կոռուպցիոն չարաշահումներ չի բացահայտել, ընդհակառակը կոռուպցիոն բուրգին սերտաճել է արդեն իր իշխանությունը, հետո ում մեղադրենք։ Մարդիկ էլ բնականաբար պիտի ինքնապաշտպանվեն, մանավանդ հիմա ես վստահ եմ, նա Վարդան Ղուկասյանի հետևից չի գնացել, որտեղ Վարդան Ղուկասյանը նախկինում կոռուպցիոն արարքներ է թույլ տվել։ Վարդան Ղուկասյանի հետևից գնացել է, որտեղ Վարդան Ղուկասյանը ԿՊ-ի ախորժակը փչացրել է, որովհետև արժևում ազգային ժողովի ընտրություններ են եւ նրա համար Նիկոլ Փաշինյանի համար գերխնդիր է դարձել դիմադրության բոլոր կենտրոնները ջարդելը։ Դուք կարծում եք Գյումրիում կլինի իշխանափոխություն։
Ես ցավոք սրտի հակված եմ այդպես մտածել, որովհետև Վարդան Ղուկասյանի դեպքը առանձին վերցրած մի դեպք չի։ Մենք տեսնում ենք ավտորիտարիզմի շքերթ երկրում։ Այսինքն առնվազն մենք արդեն մի քանի մարդ ունենք կալանավորված, որոնք խոսքի համար են ճաղերի հետևում այդում են։ Տարակարծությունը Պարոն Սուրենյանց, կներեք, դուք էլ եք քննադատում Նիկոլ Փաշինյանին, գործող իշխանություններին, ձեզ ինչու չեն կալանավորում քննադատելու համար։ գիտեք Արդյոք նախ ենթատեքստը կարծում եմ հասկացաք, ոչ թե նախ նպատակը ձեզ կալանավորված տեսնելն է, գիտեմ, ես ըմբռնումով եմ մոտենում, շատ լավ հարցի ենթատեքստը հասկանում եմ։ Նախ այս ավտորիտարիզմի նոր ալիքը նորա մեկնարկել, եկեք հələ չշտապենք, իսկ թվում է շատ-շատերն են կալանավորվելու, այսինքն ովքեր փորձեն ինչ-որ դիմադրության էլեմենտներ ցույց տան, կալանավորվելու են։ Եվ երկրորդ հանգամանք կա, հարգելի Նարեկ, դուք այնուամենայնիվ չեք անտեսի փաստը, որ ես մի քանի տասնամյակի քաղաքական գործունեության փորձ ունեմ եւ ձևակերպումները եւ քննադատությունը չափազանց քաղաքական բառամթերքով եմ արտահայտում, իշխանությանը ստերության տեղ մանևրի հնարավորություն չի էլ տրվում։ այսինքն նրան քաղաքական խոսույթ չի ենթադրյալ քրեական, հա, խոսույթ։ Չէ, ես նման բան Չէ, չասեցի։ ես եմ հարց տալիս։ Էմոցիոնալ շեշտադրումները շատ են։ Իմ մոտ էմոցիոնալ շեշտադրումները շատ քիչ են։ Գրեթե չկան էմոցիոնալ շեշտադրումներ։ Օրինակ Կոչուբաևը մաքուր կարծիք է դա։ Այդ կարծիքի ոճը շատ բառամթերք այդ փոքր պոստի մեջ օրինակ ինձ կարող են դուր չգալ։ Բայց դա քաղաքական, խոսքական այլակարծություն է։ Դրա համար այլանդակություն է մարդուն նման ձևով խոշտանգելն ու կալանքի ուղարկելը։ Օրինակ Սամվել Կարապետյանի մեր ձևովը։ Հա ինքը քաղաքական տերմինոլոգիայով չի արտահայտվել, բայց արտահայտել է կարծիք։ Էլի այլանդակություն է այդ կարծիքի համար Սամվել Կարապետյանին ազատազրկման ուղարկելը։ Գիտեք, իրենք ցանկացած առիթ օգտագործում են ճշում գեներացնելու համար։ Հիմա գուցե առաջին հերթին թիրախավորում են մարդկանց, ովքեր ռեսուրսներ ունեն այս պահին ինչ-որ իրավիճակ փոխելու կամ ինչ-որ ձևով հին համակարգի հետ կապված են եղել եւ այդ մարդիկ առաջին հերթին թիրախավորվում են, որովհետեւ հասարակական գիտակցության մեջ հեշտ է այդ մարդկանց նախկին իշխանության հետ կապելը։ Բայց եթե այս տենդենսի դեմը մենք չառնենք, հավատացած եղեք, ինպես գործիչներ են հայտնվելու անազատության մեջ, որովհետև միահեծան անձնակենտրոն իշխանության համակարգը չի հանդուրժում այլակարծության որևէ դրսևորում։ Բայց դուք իշխանության թիվ 1 քարոզչամիջոցի եթերում քննադատում եք այս իշխանությանը, պարոն Սուրենյանց, դա բան է, բռնապետական ռեժիմին բնորոշ երևույթ է։ Գիտեք, հեղափոխությունից անմիջապես հետո չի սկսվել ավտորիտարիզմը։ Դա ժամանակի ընթացքում ամեն անգամ մի նոր բաղադրիչ ավելանում է։ Գիտեք, նույնիսկ մաքուր ավտորիտար երկրներում երբեմն պետական հեռուստատեսություններում ինչ-որ պատուհաններ են բացվում նաև ընդդիմադիր տեսակետների համար, դա բացարձակապես չի խոսում ժողովրդավարության մասին։ Դա խոսում է բազմակարծության միջոցով էլի իշխանության ինչ-որ խնդիր սպասարկելու մասին, այսինքն ողոմենք չենք հրավիրվում ենթադրենք սեփական տեսակետը ոչ բանավիճային հարթակում ներկայացնելու համար։ Սովորաբար հրավիրվում ենք բանավեճերի, որտեղ էլի հակադիր, այսինքն իշխանական ձայները ավելի շատ են ներկայացված, քան ընդդիմադիր ձայները, եւ բանավիճում ենք։ Այսինքն բանավեճերի ֆորմատը եկեք չհամարենք դեմոկրատիայի ամենակարևոր ցուցիչը, հա, դա էլ կրկնում եմ, դա էլ այս պահին ունենք, ես վստահ չեմ, որ ամիսներ հետո նույնիսկ այդ ֆորմատը կպահպանվի, սա մեկ։ Երկրորդը դեմոկրատիայի գլխավոր ցուցիչը իշխանության հաշվետվողականությունն է եւ թափանցիկությունը։ Մենք այսօր Հայաստանում նման բան ուղղակի չենք տեսնում։ Այսինքն, եթե չկա քաղաքական պատասխանատվության ինստիտուտը,
Ընտրությունների քիչ թե շատ նորմալ անցկացնելը կամ որոշ քննադատություններ հանդուրժելը ոչ մի արժեք չունեն։ Որովհետև եթե դու պիտի խոսես, բայց այդ խոսքդ որևէ արժեք չունենա քաղաքական process-ի վրա, դա ինչ դեմոկրատիա է, դա ընդամենը դեմոկրատիայի իմիտացիա է, կամ եթե պիտի իբրև թե քիչ թե շատ նորմալ ընտրություններ անցկացնեն, մի շարք համայնքներում ընդդիմադիրներ հաղթեն, բայց հետո իրաց հաղթանակի հաջորդ օրվանից սկսած իրենց դեմ հետապնդումներ սկսվեն, միջև հասնեն NX կետին, որ այդ ընդդիմադիր համայնքապետը հեռացվի պաշտոնից, դա ինչ դեմոկրատիա է։ Դա բացարձակապես դեմոկրատիայի հետ կապ չունի։ Այո, լողացող ավտորիտար ռեժիմում ենք, որը հաստատուն քայլերով գնում է դեպի կայուն ավտորիտար ռեժիմի։ Պարոն Սուրենյան, այլ թեմաների անդրադառնանք, իշխանության թիրախում նաև կաթողիկոսն է։ Վերջին ձայնագրությունը, որ հրապարակվեց, ձեզ համար հերքվեց, թե հաստատվեց փաստը, որ ամենայն հայոց կաթողիկոսը մարդկանց կամքի վրա ազդեցություն է ունենում միտինգների մասնակցել, չմասնակցելու առումով։ Ես էլի կասկածելի ծագումնաբանություն ունեցող ձայնագրություններ բովանդակային առումով չեմ ուզում մեկնաբանել, որովհետև դա էլի կնշանակի իշխանության պրոպագանդայի ջրաղացին ջուր լցնել, որովհետև ես չգիտեմ, այդ ձայնագրությունը օրինակ ինչ հիմքով արվել։ Իրավունք ունեցել են Նաթան arczepiskopos-ին եւ աղան այդ Սարգսակյան բանին, աբեղային օրինակ աբեղային ձայնագրել։ Կա դատարանի սանկցիա, կամ ինչի իման վրա են, եթե ստացել են դատարանի սանկցիա, ինչի իման վրա են ստացել։ Ասում են դա 2023-ի ձայնագրությունն է։ Ու ես սարսափով սկսում եմ հայտնաբերել, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից սկսած, երբ եկել է իշխանության, սկսել է համատարած ձայնագրություններ, գաղտնի տեսագրություններ եւ այլն անել, մի կողմից իր թիմը հնազանդ պահելու նպատակով, մյուս կողմից ընդդիմախոսներին թիրախավորելու։ Եվ դրա համար այդ ձայնագրության բովանդակությունը չեմ ուզում քննարկեմ։ Իսկ գուցե դա եկեղեցու ներքին կարգապահական հարցերին վերաբերող խոսակցություն է։ Գուցե դա մեծ զրույց է եղել այդ հանրահավաքի պահերը, դրա շատ փոքր մի մասն են։ Դե բայց ասում է Աբեղան ասում է հիմա արդեն այս պայդրությամբ կարգալույց եղած, հա, հոգևորականը ասում է Նիկոլը ով է, որ ես իմ գործը Նիկոլի դեմ միտինգի գնալը չէ, եկեղեցուն ծառայելն է, այսինքն նման թեմա եղել է։ Դուք որ ասում եք ինչու են ձայնագրել, դա հարցի կարևոր կողմերից մեկն է, բայց մյուս կողմն էլ այն է, թե արդյոք հոգևոր իշխանության կողմից կա հրահանգ, պարտադրանք, թե ոչ իշխանությունների դեմ գործողություն։ Այդ ձայնագրությունը սպառիչ այդ հարցի պատասխանը չի տալիս, որտեղ մենք լսում ենք ընդամենը մի հատ պնդում, Նաթան arczepiskopos-ը շատ չեզոք, նույնիսկ հաշտարար զրույց է տանում, որտեղից ակնհայտ չի դառնում, նա հաստատում է աղանի պնդումները, թե չի հաստատում, այդ մի շատ փոքր կտորը, քանի դատաքննություն չի գնացել, ես բոլոր արգումենտները չեմ լսել, ես չեմ կարող պնդում անել։ Սա մեկ։ Եվ երկրորդ շատ կարևոր բանը, հարգելի Նարեկ, ես չեմ ասում մեր եկեղեցում խնդիրներ չկան։ Մեր եկեղեցում բազմաթիվ խնդիրներ կան։ Մեր եկեղեցին իսկապես ռեֆորմների, անհետաձգելի ռեֆորմների անհրաժեշտություն ունի եւ վաղուց այդ մասին պետքա եկեղեցու ներսում կամ շահագրգիռ շրջանակներում քննարկումներ լինեին։ Ամբողջ խնդիրն այն է, որ եկեղեցու ռեֆորմով չի կարող զբաղվել մարդ, որը գործադիր իշխանության լծակներ ունի։ Սա ուղիղ հակադրության մեջ է մտնում Հայաստանի Սահմանադրության 17 եւ 18-րդ հոդվածների հետ։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը որպես եկեղեցու հավատավոր զավակ իսկապես ուզում է եկեղեցու ռեֆորմներով զբաղվի, առաջին հերթին պետք է այսօրվա իր պաշտոնից հրաժարվի եւ մի հանրային շարժում ծավալի, որի նպատակը եկեղեցու ռեֆորմներն են։ Եվ երկրորդը ռեպրեսիաներով եկեղեցու ռեֆորմներին չես նպաստում։ Ճիշտ հակառակը։ Ճիշտ հակառակը, օրինակ, որ նախկինների դեմ փնտի պայքար տարավ Նիկոլ Փաշինյանը, կիսատ պռատ իրավական գործիքներով, դեմագոգիայով եւ այլն։ Ինչի հասանք, նախկին համակարգը ապա մոնտաժվեց, թե
Նախկինները քաղաքական դաշտում կապիտալիզացվեցին որպես հիմնական ընդդիմադիր ուժ։ Կարծես թե երկրորդ է, չէ՞։ Հիմա նույն էս ռեպրեսիվ չմտածված քայլերը ոչ թե եկեղեցու ռեֆորմներին են նպաստելու, այլ տղերականության ինստիտուտի ուժեղացմանը միջնաժամկետ հեռանկար։ Այնուհանդերձ կարծում եք այս ձայնագրության հրապարակման նպատակը ամենայն Հայոց կաթողիկոսի հետևից գնալն է իրավական առումով։ Միանշանակ, ես ուրեմն քաղաքական գործունեության բերումով բազմաթիվ քրեական գործերի եմ առերեսվել, նաև իմ գործունեության հետ բերումով։ Բոլոր քրեական գործերն էլ այսպես են հարուցվում։ Սկզբում փաստի արխիվ հարուցվում է քրեական գործ, ուշադիր տինայես, որ հոդվածի հատկանիշով է հարուցվել։ Սա հանրահավաքների հետ կապված այդ հայտնի հոդվածի հիմքով է հարուցվել։ Այսինքն այս գործի պոտենցիալ թիրախը կարող է լինել բացառապես կամ առաջին հերթին ամենայն Հայոց կաթողիկոսը, որտեղ ձայնագրության բովանդակությունից շատ դժվար չի հասկանալ, որ այդ ձայնագրության հիմնական հերոսը հենց կաթողիկոսն է։ Եվ ես այո կասկած չունեմ, կարծեմ օրենքով սահմանված 7 թե 10 օր է, որ հարուցված փաստի արդյոք հարուցված քրեական գործը ունենում է կոնկրետ ֆիգուրանտ, մեղադրյալի կամ այլ կարգավիճակով։ Այո, ես իմիջիայլոց ես մարգարեություն եմ արել, իմ գործընկեր Ռիփսիմե Ջեբեջյանը կհաստատի, հյուրընկալվել էի նրան տրիբուն Երևանի տաղավարում եւ 3 կիրակի օրով կանխատեսում էի արել, որ առաջիկա օրերին մենք դրամատիկ զարգացումներ կտեսնենք Գյումրիում, վերնագիրն էլ դա էր ընտրված։ Ես չեմ ուզի ձեր եթերում երկրորդ կոպիտ ասած բայղուշություն անեմ, բայց առաջիկա 7-8 օրերին մենք շատ ավելի դրամատիկ զարգացումներ ենք տեսնելու արդեն մեր հոգևոր մայրաքաղաքում եւ կարող այսօրվա մեր զրույցի առաջին թեման նույնիսկ մոռացության մատնվի դրա հետևանքով։ Այսինքն կտեսնենք ինչպես է Էլիածն մտնում մայրաթոր կաթողիկոսին ձեռնաշխտաներով դուրս հանում։ Գիտեք, դա էլ նույնիսկ չեմ բացառում, բայց նույնիսկ եթե չհասնենք ձեռնաշղթաներին ու ԱԱԾ-ի ռեյդին, արդեն միայն այն փաստը, որ վեհապարը կարող է դառնալ քրեական գործի ֆիգուրանտ մեղադրյալի կարգավիճակով, դա սարսափելի հետևանքներ է ունենալու, ինչպես մեր եկեղեցու հեղինակության իմաստով, այնպես էլ այս անտագոնիզմի խորացման, որ կա իշխանության եւ եկեղեցու միջև։ Սա շատ չափազանց վատ նախադեպ ենք ստեղծում, որը մեր ազգային ինստիտուտների գործունեության իմաստով կործանարար հետևանքներ նույնիսկ Բայց կարող են ունենալ։ սահմանադրության առաջ բոլորը հավասար չեն, պարոն Սուրենյանց։ Իսկ դուք էլի վստահ եք, որ կաթողիկոսը մեղք կա գործել։ Չէ, Տեսեք, 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 Քոչարյանի ժամանակ ախր դեմոկրատական ոչ մի երկիր չեք գտնի, հարգելի Նարեկ, որտեղ ցուցանեն մեկ ձայնագրություն, ձայնագրության հիմքով հասարակական կարծիք փորձեն ձևավորել, որ արդեն այդ մարդու դատավիճերը կայացված է, հա։ Այդպես վարվեցին Բագրատ Սրբազանի հարցում, այդպես վարվում են հիմա այդ Նաթան arczepiskopos-ի եւ աղան Աբեղայի զրույցի հետ կապված, վստահ եմ, որ էլի ձայնագրություններ են մեջտեղ բերել, այդպես վարվում են Վարդան Ղուկասյանի այս գործի հետ կապված, հետո քննությունը սկսում է դոփել տեղում մյուս ամիսներին, կամ դատարան գործը հասնում է, կամ դատարան գործը չի հասնում, բայց արդեն մի հատ հասարակական կարծիք են ձևավորած եղել, ստոր խեղված, որ իբր Բագրատ Սրբազանը ահաբեկիչ է, կամ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է, կամ բանը վեհապարը իր հիմնական առաքելությունը համարել է Նիկոլի դեմ մարդկանց ցույցի ուղարկելը, չի կարելի անմեղության կանխավարկածի նկատմամբ նման ոտնձգություններ անել։ Անմեղության կանխավարկածը դեմոկրատական երկրներում ամենակարևոր սկզբունքներից Պարոն մեկն է։ Սուրենյանց, դուք այս պատմությունը ինձանից լավ կհիշեք։ Քոչարյանի օրոքել չէ, սրբազաններից մեկի հետ կապված գործ հարուցվեց, բայց հետո արդարացվեց դատարանի վճռով հոգևորած։ Բայց այն ժամանակ Ասսողիկ էր, չէ՞ կարծեմ Հա, Սրբազանը։ հա։ Արմավիրի թեմի առաջնորդը, եթե չեմ սխալվում, բայց այն ժամանակ ոչ մեկ չհանդգնեց, չէ՞, նույնիսկ այդ բռնապետական, այսպես կոչված իշխանությունը
չհանդգնես մի ասողիկի կերպարով հակաերկրացական նման պրոպագանդա վարել։ Չկար նման բան։ Բայց Հա, այն ենթադրվում էր, որ մարդը գուցե օրինազանցություն է թույլ տվել, բայց ես չեմ հիշում, որ 2000-ականների սկզբին որևէ կերպ թիրախավորվեր եկեղեցին։ Այո, եպիսկոպոսներից մեկը կամ սրբազաններից մեկը խնդիր էր ունեցել օրենքի հետ, ու եթե ես նույնիսկ իմանամ, որ իր հոգևոր կարգավիճակը հաշվի առնելով հետագա ընթացքին մի քիչ մեղմ են վարվել իր հետ, դրա մեջ էլ խնդիր չեմ տեսնի։ Բայց այն ո՞ր ժամանակ դատեն բան է, անհավաս օրենքի առջև չէ օրենքով սահմանված մեղմ բայց սա վարվելու իրավական պետություն է։ Նարեկ ջան, օրենքը հաշվի առնելով մարդու հասարակական կարգավիճակը, վարքը, նախկինում դատված լինել չլինելու հանգամանքը կարող է մեղմ կամ խիստ պատիժներ նշանակել։ Դա օրենքի սահմաններում եմ ասում։ Հիմա տեսեք, այ ասողիկ սրբազանի դեպքը շատ լավ դեպք է, որ դուք հիշեցիք։ Այն ժամանակ ոչ եկեղեցին սուրճ օջեց իշխանության դեմ, ոչ էլ իշխանությունը որոշեց սրբազանի գործը օգտագործել եկեղեցուն անվանարկելու համար։ Այ այս դեպքը շատ լավ դեպք է, որ խոսում է այն մասին, որ այո, բոլորս հավասար ենք օրենքի առաջ, եւ եթե խնդիր ենք տեսնում, իրավապահ մարմինները կարող են առանց ինստիտուտների հիմքերը խարխլելու կոնկրետ անձի դեմ քրեական հետապնդում անել։ Եվ ինչ եք կարծում Նիկոլ Փաշինյանին կհաջողվի իր հոգևոր ոլորտի այս բարեփոխումները վերջնական կյանքի կոչել, թե ոչ, ինչպես իրենք են պատկերացնում։ Դա սա բարեփոխում չի, եկեք Դե ես իրենց շատ խոսքերն եմ մեջ բերում։ ասեցի, եթե բարեփոխում է, նա պիտի հրաժարական տա եւ լծվի այդ գործին, գիտեք, ես շատ լավատես չեմ։ Ես շատ հարգում եմ առաջին նախագահին, ում հետ պարբերաբար էլ հանդիպում եմ։ Առաջին նախագահը, եթե կհիշեք, նույնիսկ Նիկոլայ Ցարի պատմությունը բերեց 1903-5 թվականների այդ հակաեկեղեցական կամպանիայի, որը տապալվել է դիմադրության պատճառով։ Այս դեպքում ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը կհաջողի թե չէ, ավելի շուտ շատ վստահ չեմ, որ անպայման կտապալվի։ Մի պարզ պատճառով, որովհետև մեկ այլ դեպք է, երբ որ օտարն է ոտնձգում քո ազգային ինստիտուտի դեմ։ Այդ ժամանակ շատ բնականորեն ազգի ինքնապաշտպանության բնազդը աշխատում է իր բոլոր դրսևորումներով։ Մեկ այլ բան է, երբ որ դա արվում է սեփական իշխանության ձեռքերով, ու այդ ինքնապաշտպանական բնազդը թուլանում է։ Ես այս գործընթացի ավարտին ցավոք սրտի կանխատեսում եմ շատ բարոյալքված վարկաբեկված իշխանություն եւ շատ թուլացած եկեղեցի։ Այսինքն ցանկացած պարագայում լավ լուծում չեմ տեսնում։ Եվ Արամ առաջինի հայտարարությունը, ավելի ճիշտ սրբազանի միջոցով Նիկոլ Փաշինյանին ուղված օրհնանքն ու ողջունները այս ֆոնին, հոգևորականներին կալանավորելու ֆոնին, ինչի մասին է խոսում, որ Անտիլիասի եւ Էջմիածնի միջև հակասություններ, տարաձայնություններ կան։ Գիտեք, այս պատմության մեջ կարող է լինել եւ պոզիտիվ գործոն բաղադրիչ եւ բախումնային բաղադրիչ։ Օրինակ ես առաջին օրը ավելի շատ հակված եմ եղել պոզիտիվ բաղադրիչին նայելու, որ Արամ առաջին վեհապարը փորձում է իր հեղինակությունը իսպազ դնել այս անտագոնիստական միջավայրը չեզոքացնելու նպատակով, այլ կերպ ասած ժողովրդական լեզվով ասած փորձում է պոզիտիվ միջնորդության ինստիտուտ ձևավորել։ Ես հիմա էլ թույլ հույսեր ունեմ, որ այս իմ վարկածը տեղ ունի եւ իրավունք ունենք քննարկելու։ Մյուս կողմից ես չեմ բացառում, որ ձեր ասած մրցակցային կամ երկու եկեղեցիների հակադրության գործոնն էլ դեր ունենա եւ ստեղծված վիճակից չասեմ ամբողջ Անտիլիասը, բայց Անտիլիասի որոշ շրջանակներ փորձեն օգտվել։ Բայց ես քանի որ մեր մյուս հոգևոր կառույցի մասին է խոսքը, շատ զգուշավոր ձեր հարցին կարձագանքեմ, եկեք մի փուլ փող անցնի, տեսնենք
Արամ առաջին կաթողիկոսը անկեղծ միջնորդության ձգտում ուներ, թե իրավիճակից իր սուբյեկտությունը մեծացնելու նպատակ էր հետապնդում։ Շնորհակալություն, պարոն Սուրենյանց Ես հարցազրույցի էլ եմ համար։ շնորհակալ։